այդ ուշադիրներ։ Եվ միասին հաջորդ բլոգներում ուշադիր կգնենք։ Սովորեցնել եմ ինչպես ձևեր բարձերը սրտաձև, շրթանալ պատրաստելու սաղ ծաղիկներով, հել եմ դստեմ ծաղիկների մեջ թլավ ուտելու, պասիրը, պխպջակներ են։ Ես գիտեմ, ձեզ մենակ սենց բաներն ա, չհետաքրքրում, այս սենց բլոգները լի առավոտվանից իրիկուն նայենք, այն դիտումները հասնի մինչև չգիտեմ քանի հազար։ Իմ կաթը պրծավ, կաթիկս պրծավ, գիշերը չեմ քնի, ասում եմ վառած պանիր, անուշ հոտ ա գալի, ոնց որ կապ չունի, այն որ ասում են սիլոտկա ձուկ, նույն հոգի չկար, բայց արագացրեցի, որ տան աղը չվերջանա, միստիկա։ Դե ինչ է ինձ է վերաբերվում, պետք է լինի կրեատիվ և տարօրինակ, մկրատ ականջողներ, հիմա կկրեմ, կտեսնեք ինչ հետարքիր է, բավականին էլ մեծ է, հիմա կբարձրանամ տրանսպորտ, ժողովուրդ էլի կնայենք, ասեն մեղա Աստծո Աստված։ Տեղադրեցինք հողի մեջ, մի հատ նայեք ինչ պիցիլիկ է ինքը, իսկականից ուտի։ Իսկ այս ուտին հապալասի տնկի է շատ փոքրիկ, տեսեք ինչ հետարքիր է, գնում ենք հեռու անջատվում է, մոտիկանում ենք ինքնուրույն միանում է, Կարինկան իր փոքրիկ թաթիկներով, իր պես պուջուր հապալասին ինքնուրույն տնկի ծաղկամանի մեջ։ Կարինկայի ձեռքով տնկած և ջրած հապալասի ծառը մեծանա և պտուղներ տա, որից օգտվի իր փոքրիկ տղան Աստված առաջ։